Մենք շարունակում ենք մեր ընթացքը ու առաջարկում ենք միանալ մեզ, որովհետև հատկապես այս հարցազրույցը մեզ հնարավորություն կտա բացահայտումներ անելու Աբովյան քաղաքի շատ փոքրիկ ու գողտրիկ մի անկյունում, ինչպես շատ սիրում ենք մենք ասել, կա հետաքրքիր մի մշակութային վայր, որի մասին ավելի մանրամասն արդեն մեր հյուրերի հետ։ Ես ներկայացնեմ նրանց խոսքի ինչի մասին է լինելու ձյան, թույլ կտամ որպեսզի դու ասես։ Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրեն Ռուզաննա Բադալյանը մեզ մոտ տաղավարում, բարի լույս, եւ հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի հասարակայնության ու տեղեկատվության հետ կապերի պատասխանատու Մարիամ Հովունին։ Բարև ձեզ, սիրելի։ Լույս, բարի գալուս մեր տաղավար։ Ո՞նց եք։ Ռուզաննա։ Շնորհակալ ենք շատ բարձր տրամադրությամբ, քանի որ ձեզ մոտ ենք։ Մենք շատ ուրախ ենք, որ գտաք ժամանակ առավոտյան մեզ միանալու։ Կիսվեցին այո այդ տրամադրությունները, հիմա ներկայացնեմ այսպես շատ հակիրճ, թե ինչի մասին է խոսքը գնալու։ Ապրիլի 17-ին հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում բացվելու է Չարենցի Ռեգինան մշակութային կամուրջ ժամանակավոր ցուցադրությունը նվիրված Հայաստանի վաստակավոր նկարիչ Ռեգինա Ղազարյանի ծննդյան 110-ամյակին։ Խոսելու ենք իհարկե հիմնականում այս թեմայից, բայց մի փոքր ուզում եմ գանք խոսքի սկիզբ եւ բոլոր նրանց համար, ովքեր չգիտեն, թե ինչ թանգարանի մասին է խոսքը, հակիրճ ներկայացնենք հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան, ինչպես Հայկն ասաց, իմացանք արդեն Աբովյան քաղաքում է գտնվում։ Քանի տարվա պատմություն ունի, ինչպես է նա ստեղծվել, հա, սկզբնաղբյուրը։ Հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանը հիմնադրվել է դեռևս 1982 թվականին Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացման 150-ամյա տոնակատարությունների ժամանակ այդ գաղափարը ծնվել է Կարեն Դեմիրճյանի մոտ եւ որոշել են ստեղծել այնպիսի մի մշակութային կենտրոն, որը կմիավորի երկու ժողովուրդներին եւ նրանց բարեկամությունը կխորհրդանշի, այո, եւ 1982 թվականի դեկտեմբերի 16-ին բացվել է թանգարանը, որտեղ ներկայացվում են երկու ժողովուրդների պատմական հարաբերությունները եւ մշակութային կապերը արտացոլող ցուցանմուշներ։ Եվ արդեն գանք մեր բուն ցուցադրությանը, Ռեգինա Ղազարյանը գիտենք, որ եղել է այն ճկուն տոկուն հայուհիներից, ով փրկել է Չարենցի անտիպ շատ ձեռագրեր, հա, ոչնչացումից։ 110-ամյակին նվիրված է ցուցադրությունը, հետաքրքիր է մինչ այս եղել են էլի ցուցադրություններ նվիրված Ռեգինա Ղազարյանին եւ նաեւ մյուս հարցը միանգամից այսպես կցեմ, Չարենցի տուն թանգարանի հետ է կարծեմ լինելու համատեղ ցուցադրությունը, ինչու հենց այս թանգարանում, այլ ոչ Չարենցի թանգարանում հետաքրքիր է։ Պետք է ասել, որ սա մեր կարևոր միջմշակութային համագործակցություններից մեկն է եւ իհարկե այսպես ասած կենտրոնում Ռեգինա Ղազարյանի հոբելյանական 110-ամյակն է, ում հեղինակած աշխատանքներից թանգարանում պահվում էին, հետևաբար այս ցուցադրությունը հիանալի հնարավորություն է, որպեսզի Չարենցի տուն թանգարանից եւս մի քանի գործեր հյուրընկալվեն հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում, ինչի արդյունքում մենք ունենանք շատ ամփոփ գեղեցիկ միջոցառում ցուցադրություն։ Ինչ վերաբերում է համագործակցություններին, պետք է ասել, որ դրանք եղել են, կան եւ լինելու են շարունակական, ինչպես նշեցիք, թանգարանը ինքը գտնվում է Աբովյանում եւ մենք խոսում ենք այստեղ մարզային մշակութային կենտրոնի մասին, հետեւաբար ունենք շատ մեծ առաքելություն, նպատակ եւ աշխատանք կատարելու մարզային մշակութային կյանքի զարգացման ուղղված։ Հետևաբար այս միջոցառումը, որը նախատեսվում է իրականացնել, այսինքն տեղի ունենալու ապրիլի 17-ին ժամը 16:00-ին եւ տևելու է մինչ բաց է լինելու ցուցադրությունը մինչ ապրիլի 25-ը, նպատակ ունի ոչ միայն հանրահռչակելու Ռեգինա Ղազարյանի հեղինակած այս գործերը, Ռեգինա Ղազարյան անհատի եւ անվանի հայի անունը, այլ նաեւ ակտիվացնելու մարզային մշակութային կյանքը։ Եվ այո, այն իրականացվում է Եղիշե Չարենցի տուն թանգարանի հետ համատեղ միջմշակութային համագործակցության շրջանակում եւ կարծում եմ արդեն պատմությունը Ռեգինա Ղազարյան անունը եւ Չարենցի այսպես թեմատիկան բարձր թե ինչու հենց թանգարանի հետ, տուն թանգարանի հետ է նմանօրինակ համագործակցությունը։ Եվ արդեն իսկ հետաքրքրություն վստահաբար կառաջանա այցելուների մոտ գալ վայելել են համագործակցությունը, որ տեղի ունեցավ ձեր եւ Չարենցի թանգարանի հետ միասին։
Մենք խոսում ենք շատ հետաքրքիր մի վայրի մասին, որ կոչվում է թանգարան, ու շատերս գիտենք, որ բոլոր են աշխատակիցներ, ովքեր թանգարանում են, ապա ունեն իսկապես երկար տարիների աշխատանքային կենսագրություն, որովհետև թանգարանում կա անբացատրելի մի շունչ, կա մի տրամադրություն, վարակի պես մի բան, իհարկե լավ իմաստով, որ անդադար դու կարող ես լինել այդտեղ, բացահայտես եւ կարծես աշխարհից կտրված գործում ես մի վայրում, որտեղ անդադար քեզ կարող է լինել հետաքրքիր։ Այս հաղորդակցվում ես մեծերի հետ ամենտեղ։ Երևս չի կարող լինել։ Այս իմաստով որքանով է գնահատում մեր հայրենակիցների ակտիվությունը եւ քաջատեղյակ լինելը թանգարանից ու նրա գործունեությունից եւ արդեն մյուս կողմի ներկայացուցիչները ինչպես են վերաբերում նախ թանգարանին եւ համագործակցություններ ռուսական կողմի հետ ունենք, չունենք եւ եթե ունենք, ապա ինչպիսին են դրանք։ Համագործակցություններ ունենք Հայաստանում Ռուսկի դոմ կազմակերպության հետ ու նախատեսում ենք նաև ռուսական թանգարանների հետ էլի միջթանգարանային համագործակցություն, որտեղ իրենք գան մեզ մոտ ցուցադրություններ կանեն կամ հակառակը մենք կգնանք ռուսական այլ թանգարաններում կներկայանանք։ Իսկ թվով քանի աշխատանք է ներկայացված ցուցադրությանը եւ ասացիք ռուսական կողմի մասին խոսեցիք, հետաքրքիր է ունենք հյուրեր նաեւ Ռուսաստանից այս ցուցադրությունը հրավիրյալներ։ Չունենք։ Իսկ քանի աշխատանք Ես երևի թե անդրադառնամ ձեր հարցի առաջին հատվածին, կարծում եմ մասնագիտական առումով դուք կփաստեք, որ կան մասնագիտություններ, որոնք նման են անբուժելի հիվանդություններին։ Դերասանի մասնագիտությունը եւ առհասարակ եթե բոլոր աշխատանքները, որոնք կապված են արվեստի, մշակույթի եւ այս մեծ աշխարհի հետ, որովհետեւ սա մի ոլորտ է, որից դու մշտապես ստանում ես դերականը, պատմությունը, գիտելիքը, մշտապես դա այդպես է։ Եվ ինչ վերաբերում է այսպես գնահատելուն, թե որքանով են գնահատում հասարակությունը, հա, աշխատանքները, պետք է ասել, որ ի զարմանս շատերի երևի եւ գուցե դա հենց այդ կարևոր եւ նվիրական աշխատանքի արդյունքն է, որ երբ որ դու իրոք աշխատում ես, երբ որ դու իրոք ինչ որ հետաքրքիր նախաձեռնություններով ես հանդես գալի, երբ որ դու խոսում ես պատանիների, իսկ մեր այսպես խնդիրը պատանիներին, մշակութային պրոցեսների հետ համագործակցությունն է, դու իրոք կարողանում ես այն ինֆորմացիան, այն նպատակը, որը որ դու դրել ես, հա, իրազեկելու, հանրահրշակելու արվեստի, այս կամ այն անհատի այսպես գործունեությունը, դա տեղ է հասնում։ Այսինքն պատանիները այսօր մշակութասեր հասարակությունը այսօր այո մեծ ցանկություն ունի, մեծ կապ ունի արվեստի հետ, պարզապես այդ ժամանակակից գործիքները պետք է ճիշտ օգտագործել, որպեսզի նրանք շատ ավելի մոտ կանգնեն արվեստին եւ իհարկե ավելի հաճախ այցելեն թանգարաններ, որտեղ այս բաղգամ թանգարանների մասին է, հա, խոսքը։ Եվ Ռուզաննա որպես տնօրեն թանգարանի, այ մոտ կանգնենք, գործիքներ գտնենք, որպեսզի բոլոր մեր սերունդի ներկայացուցիչներին բոլոր հա հրավիրենք։ Հետաքրքիր է եւ մշտական եւ ժամանակավոր ինչ ցուցադրություններ են գործում այս պահին թանգարանում։ Մշտական ցուցադրությունը անփոփոխ է, տնայցելուները կարող են գալ, նայել մշտական ցուցադրությունը։ Իսկ պարբերաբար ժամանակ առ ժամանակ ունենում ենք ժամանակավոր ցուցադրություններ տարվա ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար նախատեսված։ Բացի ժամանակավոր ցուցադրությունները մենք ունենք տարբեր կրթական ծրագրեր, որոնք նախատեսված են նախադպրոցական, դպրոցական եւ բուհերի ուսանողների համար նախատեսված։ Սիրելի հյուրեր, ընկերներ, խնդրում եմ ասացեք, ինչ արխիվում ցուցադրություններ, նախագծեր, ծրագրեր կան թանգարանում, ինչ է իրականացվելու արխիվում, եթե իհարկե կան։ Ապրիլի 29-ին նախատեսում ենք Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի հետ նոր ցուցադրություն համատեղ, որը նվիրված է կինը ցեղասպանության եւ հերոս վերնագրով ցուցադրությունն է, բացի այդ մի նկարի պատմություն խորագիրը գրող ցուցադրությունը, երկուսն էլ նույն օրն է ու երկուսն էլ Ցեղասպանության թանգարանի ինստիտուտի հետ համատեղ է իրականացվելու։ Նաև մեկին ապրիլի 29-ին, այո, նաև մայիս ամսին ունենք թանգարանային գիշերը եւ թանգարանների միջազգային օրը միջոցառումները եւ թանգարանային գիշերը մենք ցուցադրելու ենք թանգարանի հիմնադիր տնօրեն Սամվել Սևադայի անհատական ցուցադրությունը։ Հրաշալի է։
Արժևում ունեք լավ ծրագրեր, թող դրանք դառնան իրականություն, նվիրված աշխատակիցների եւ լավ ղեկավարի շնորհիվ։ Մենք ուրախ ենք, որ ծանոթացանք, ձեզ հետ ուրախ ենք, որ շատ-շատերս բացահայտեցինք Աբովյան քաղաքում գործող հայ Եվրո ժողովուրդների բարեկամության թանգարանին, այնպես որ հաճելի է ծանոթությունը, մնացեք բարյավ, ժպտացեք ու սիրեք ձեր աշխատանքը, ինչի շնորհիվ վստահաբար կունենաք շատ ու շատ հաջողություններ եւ ավելի հանրային կդարձնեք նաեւ թանգարանի գործունեությունը։ Բարեկամներ, մնացեք մեզ հետ, մենք բարև երկիրն ենք, ճանապարհենք մեր հյուրերին ու շարունակենք մեր ընթացքը, խնդրեմ։ Ես հիշեցնեմ մեր հյուրերին ամեն դեպքում հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի տնօրեն Ռուզաննա Բադալյան եւ նույն թանգարանի հասարակայնության եւ տեղեկատվության հետ կապերի պատասխանատու Մարիամ Հովունի։ Կրկին շնորհակալություն ձեզ։ Շնորհակալ ենք։ Մենք բարև երկիրն ենք, շարունակում ենք մեր ընթացքը։